Ladies and gentlemen, welcome to the event of the evening. In the red corner, we have the football analyst with sharp insights and expert analysis, Edward Kalantarian. And in the blue corner, please welcome the brilliant and passionate football expert, Armen Karamyan. Ռաունդ առաջին, դրական թե բացասական է Ջոն Վանց Հիպի նշանակումը հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում։ Ողջույն, նոր եթերաշրջան առաջինում մեկնարկել է, վերադառնում է նաև Սպորտ ռինգը։ Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի 2025 թվականի իր առաջին հանդիպումը եւ միանգամից նոր գլխավոր մարզչի ղեկավարությամբ հոլանդացի Ջոն Վանց Հիպը վերջերս ստանձնեց մեր հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը եւ միանգամից պատասխանատու երկու հանդիպում Ազգերի լիգայի խաղարկության անցումային փլեյօֆում Վրաստանի հետ երկու հանդիպում մարտի 20-ին եւ 23-ին սկսում ենք Երևանում եւ սա իհարկե մեծ պատասխանատվություն է մարզչի համար։ Նրա տեխնացության շուրջ խոսակցություններ բնականաբար շատ եղան, շատերն ասում են, որ նա չի համապատասխանում այն չափորոշիչներին, որոնք ի սկզբանե նախանշել էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, բայց կարծում եմ այս մասնագետը բավականին անուն ունի, որակներ ունի եւ կարող է ինչ-որ հաջողությունների հասնել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում։ Պետք է իհարկե սպասել աշնանային հանդիպումներին, որովհետեւ Վրաստանի հետ հանդիպումներում միանգամից հաջողություն գրանցել շատ բարդ կլինի։ Ողջույն Արմեն։ Ողջույն Էդվարդ։ Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի Ջոն Վանց Հիպ։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախորդ հրապարակած չափորոշիչները եթե վերցնենք, ապա այս մասնագետը թերևս այդքան էլ չի համապատասխանում։ Երիտասարդ չէ, ամբիցիաների մասին առայժմ կլռեմ, բայց անգլերեն գիտի։ Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը հայտարարեց նաև, որ գլխավոր մարզչի նշանակումը լինելու է հունվարին, բայց եղավ փետրվարի կեսերին, իսկ սա նշանակում է, որ թերևս Վանց Հիպը այլընտրանքային տարբերակ է եղել։ Եվ իմ տեղեկություններով մինչև վերջին պահը ընտրության հնարավորություն է եղել։ Սա նշանակում է, որ այն տարբերակները, որոնք կային ի սկզբանե, ֆուտբոլի ֆեդերացիան չկարողացավ այդ մարզիչների հետ համաձայնության գալ եւ ընտրեց այլընտրանքային տարբերակ։ Թե ինչ կարողանա անել Վանց Հիպը, դժվար է ասել, բայց այն, ինչ մենք ուզում էինք տեսնել, այս չկա մեր հավաքականում։ Վերջին մտքից միանգամից սկսենք։ Ուզում ենք տեսնել երիտասարդ մարզիչ։ Չէ, այն չէ, ինչ մենք ուզում ենք տեսնել, իսկ ինչ ենք մենք ուզում տեսնել։ Մենք ուզում տեսնել ավելի ճիշտ կլինի այս տեսակը։ Ես կասեմ, ուզում ենք տեսնել երիտասարդ մարզչի, որովհետև վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ նման հավաքականները կամ Հայաստանի հավաքականի խաղամակարդակ ունեցող ակումբները սովորաբար երիտասարդ մարզիչների գլխավորությամբ ավելի լավ արդյունքներ են ցույց տալիս, որովհետև ցածկահարթակ է նման թիմ գլխավորելը մարզչի համար եւ նա ուզում է իր առավելագույնը ցույց տալ, իսկ Վանց Հիպը այո կարիերայի մայրամուտին չէ, բայց չեմ կարծում որ եկել է Հայաստանի հավաքական ինչ որ բան ցույց տալու, որպես գնա top ակում կամ հավաքական։ Երբեք երկրպագուներին, առավել եւս հայ երկրպագուներին չես գոհացնի։ Դերես երիտասարդ մասնագետի կասեն փորձառու լիներ, հիմա մի բան կմտածեր ավելի լավ կլիներ փորձը կօգտագործեր։ Հիմա փորձառու է եկել, ասում են երիտասարդ։ Արի խոսենք նրա մասին, որ այլ հարց է, եթե դու ասում ես ֆուտբոլի ֆեդերացիան խոստացել էր բերել երիտասարդի։ Այո, բայց նա խոսում էր երիտասարդ մարզչի մասին, հնարավոր նշանակման մասին։ Շատ քչեն են, ես անձամբ չեմ հանդիպել մարդկանց, որ ասում են, չէ, դե ինչ երիտասարդ մասնագետ։ Բոլորը համակարծիք էին, ոչ ոք վատ բան չգրեց այդ հրապարակման տակ եւ ասաց, որ այո, պետք է լինի լավ երիտասարդ մարզիչ, պետք է, ճիշտ է, այնտեղ անգլերենի թեման էր ամենակննարկվողը, ոչ թե երիտասարդ։ Զավեշտալի է ուղղակի որ քննարկվում է, որովհետեւ չկա այսօր աշխարհում մարզիչ, կարծում եմ, որ չի խոսում անգլերեն, ամենայն դեպս ֆուտբոլային տերմինաբանությամբ։ Կապարոսը չէր կարողանում ուղիղ շփվել ֆուտբոլիստների հետ։ Դա լավ չէ։ Դա մենք գտել ենք բացառություն երևի։ Վատ մարզիչ չէինք Կապարոսը այդքան տարիներ աշխատել է, Կապարոսի մասին մենք շատ ենք խոսել, այո, միգուցե նրա կարիերայի վատ կողմերից մեկն էլ այն որ միայն Իսպանիայում է աշխատել եւ դրա համար անգլերեն չէր խոսում, կարիքը չի ունեցել, բայց եթե չլիներ մարզիչ Վանց Հիպը, կարծում եմ միևնույն է անգլերեն խոսել էր, որովհետեւ Նիդերլանդներում շատերը խոսում են հանգիստ, դա թեմա պետք չէ սարքել, նրա մարզչական որակները քննարկենք։
Հիմա ասում են Այաքսում չհաջողեց, Հունաստանի հավաքականի հետ հաջողության չհասավ։ Դե Հունաստանի հավաքականի ղեկին հաղթեց Հայաստանի հավաքականին Երևանում։ Այո, բայց չէ որ Հունաստանի հավաքականի առավել եւս ակումբի խնդիրներն այլ են, Հայաստանի հավաքականի խնդիրն այլ է եւ չի կարող մարզիչը ունենալով այս ֆուտբոլիստերին անել այն ինչ կարող էր անել Հունաստանը։ Լավ, ով կարող է այդ ֆուտբոլիստերով անել այն ինչ Հունաստանի հավաքականում էր անում կամ այլ բոլորն էլ քիչ թե շատ նույն բանն են անելու։ Իմ ասած շատ տարբերություն չկա, ով պետք է հիմա դա եմ ասում, տարբերություն մանրուքներում կա, բայց գլոբալ տարբերություն ես չեմ տեսնում, որովհետև քիչ թե շատ որակյալ մասնագետի կարելի է բերել Հայաստանի հավաքական եւ փորձել նրա հետ հասնել։ Իսկ որ պահին է լինելու տարբերություն, որ այս պահին լավ մասնագետը մեզ կօգնի, այդ որ պահն է լինելու։ Այսինքն այս հավաքականը չլինելուց առաջ կոնկրետ ճիշտ կազմընտրել, տրամադրել ֆուտբոլիստերի, եթե հոգեբանությունը լավը լինի թիմում, եթե նա կարողանա հոգեբանորեն լավ տրամադրել, իսկ դրա համար միշտ չէ, որ փայլուն մարշչական որակ։ Այս հավաքականը ունի ներուժ, թե ոչ։ Ինչի համար։ Միջինից մի փոքր բարձր Եվրոպայի առաջնության կամ աշխարհի առաջնության եզրափակիչ։ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու համար։ Ոչ չունի, ես այդ կարծիքը վաղուց եմ արտահայտել, հիմա էլ ասում եմ, առայժմ մենք պատրաստ չենք 24 հավաքականի ցանկում հիմա ինչ որ մի օր ես կարծում եմ UEFA-ն ինչ որ մի օր ես խոսում եմ այս պահի մասին 24-ի մեջ ոչ, դեռ մենք այդ ներուժը չունենք։ Իսկ այդ դեպքում, եթե ասում ես տարբերություն չկա, ինչ մասնագետ գլխավորի Հայաստանի հավաքականը, որ պահին պետք է հասկանանք, այսինքն ինչ խաղամակարդակի ֆուտբոլիստներ մենք պետք է ունենանք, պետք չէ դնել մեր հավաքականի արդյոք նման խնդիր հիմա։ Պետք չէ այդպիսի խնդիր դնել Հայաստանի հավաքականը։ Պետք է ամրապնդվել, օրինակ, ամրապնդվել B դիվիզիոնում ազգերի լիգայի մի քանի անգամ խաղալ B դիվիզիոնում, որ մենք հասկանանք, որ արդեն այդ մակարդակի թիմ ենք եւ նոր մտածենք հաջորդ քայլի։ Եթե B դիվիզիոնում ամրապնդվենք 99%-ով արդեն դառնում ենք լավագույն 24-ից մեկը։ Եվրոպայի առաջ B դիվիզիոնից պետք է նվաճել այդ ուղեկիրը, օրինակ խմբում առաջին տեղը։ Եթե B դիվիզիոնում մենք կայուն խաղում ենք, դա նշանակում է, որ առնվազն պետք է Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գա։ Համաձայն չեմ, որովհետև B դիվիզիոնից շատ թիմեր չեն կարողանում։ Դա մի ծայրահեղ օրինակ բերեմ, լավագույն մասնագետներ, անուններ չնշեմ, եթե լավագույն մասնագետներից մեկը այս պայծրությամբ գլխավորի Հայաստանի հավաքականը տարբերություն չկա, գլխավորին նա թե Ալեքսանդր Պետրակով օրինակ։ Էական տարբերություն հայ մասնագետներից, չէ, արտասահմանցի։ Տարբերություն կլինի, բայց էական տարբերություն, դու ասում ես շատ աննշան այս կողմից, բայց ես չգիտեմ որ ուղղությամբ կլինի այդ տարբերությունը։ Հիմա երբ որ Յան Պորտերֆիլդը եկավ Հայաստանի հավաքական, նրա մարզչական որակների մասին ինչ գիտեին մարդիկ։ Ոչ լսել էին այդ մարդու մասին, ոչ գիտեին ինչ հաջողություններ ունի, ինչ է ընդհանրապես արել, բայց նա կարողացավ մեր հավաքականը լավ ֆուտբոլ top մասնագետի լավ ֆուտբոլ էր դա, հիշեցնեմ, արդյունք էլ մենք չունեցանք այդ։ Դե Վարդան Մինասյանն էլ երիտասարդ էր, Պորտերֆիլդի հետ աշխատած, եկավ եւ լավ արդյունք ցույց տվեց։ Բայց ես դրա մասին չեմ խոսում, ես ասում եմ, եթե ասում ես շատ էական տարբերություն չի լինի գլխավորի հավաքականը Վանցխիպը, թե օրինակ Զինեդին Զիդանը, չէ՞, ճիշտ եմ հասկանում տրամաբանությունը։ Դե հիմա Զիդանը այնպեսի օրինակ բերեցիր, որ օրինակ իրականում Զիդանը ես չգիտեմ կարողանա հավաքականում աշխատել, թե երբեք չի աշխատել հավաքականի ղեկին, որ ես հասկանամ նա նման աշխատանքին պատրաստ է, թե ոչ։ Առավել եւս Հայաստան հավաքականը։ Այն տարբերություն կարող է տալ յուրաքանչյուր է, սա եմ ուզում ասել։ Հիմա Վանցխիպը կարող է կրակել ճակերտներում եւ հասնել մեծ հաջողությունների, իսկ անվանի ինչ որ մասնագետի բերեք ոչինչ չկարողանա։ Իսկ այն ժամանակ դու կողմ էիր, որ Ալեքսանդր Պետրակովը կամ Խոակին Կապարոսն էին եկել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի տարիքը զուտ հաշվի առնելով դեպի Պետրակովի պարագայում կողմ էի, Կապարոսի պարագայում կողմ չէի։ Եթե տարբերություն չկա մեծ հաշվով, ինչու՞։ Որովհետև Կապարոսի աշխատանքի կողմ չէի ոչ թե ի սկզբանե, այլ ընթացքում ես հասկացա, որ Կապարոսի աշխատանքի խոսում դու ասում ես կողմ եմ։ Ճիշտ եմ հասկանում, Վանցխիպին։ Դե ես ի սկզբանե ասում եմ, որ պետք չէ ոչինչ ասել, որովհետև բոլորի մոտ կարող է ստացվել եւ բոլորի մոտ կարող է չստացվել։ Դե ինչու ենք այսքան սպասում, եթե դե իսկ ինչու է մարդը ոչինչ չարած անուն կպցնենք եւ ասենք, որ 60 տարեկան է, պետք չէր մեզ։ Ես չեմ ասում պետք չէր։ Նա իմ համար կարևոր է, որ նա ունի հավաքական գլխավորելու փորձ, այդ ամենակարևորն է։ Զգացվում է, որ որոշակի ամբիցիաներ դեռ ունի, չի գնում դեպի կարիերայի մայրամուտ, այսինքն չի մտածում կարիերան այստեղ ավարտելու մասին, բայց եթե հակադարձենք, որ կարող է լինել երիտասարդ մասնագետ, անունով թեկուզ, անունով չլիներ թեկուզ, բայց ինչ որ բանի ձգտող մասնագետ, իսկ թվում է ավելի այո, այստեղ գանք այն մտքին, որ դու արտահայտեցիր քո բացման խոսքում։ Հերթ չեն կանգնել երիտասարդ ամբիցիոզ մասնագետները Հայաստանի հավաքականը գլխավորելու համար։ Այսինքն
ոչ ոք չի համաձայնել եւ միգուցե այո հարկադրված ընտրել են այս տարբերակից դա նշանակում է որ մենք դեռ չունենք այն թիմը որը գայթակղիչ է վերոնշյալ մասնագետների համար լսենք կարծիքները Ինձ թվում է որ գլխավորը այնպիսի մարզիչ պետք է լիներ որը որ պետք է գար հաղթելու համար եւ պետք է հասկանար ինչ է նշանակում հայկական ֆուտբոլ Դա է ամենակարևորը ինձ թվում է որ Եղիշե Մելիքյանից լավ կամ Վարդան Մինասյանից լավ այդ հարցում հիմա ոչ մեկ չէր կարող խորանալ, փորձել հասկանալ եւ այլն, բայց դե քանի որ ոչինչ են հարցրել ոչ ձեզ ըստ երևույթի ունենք այն ինչ որ ունենք։ Ընդհանրապես մարզչի նշանակումը դրական եմ գնահատում, այսինքն ունենք մարզիչ, թե ինչպիսին է մի քիչ գաղտնիք է կարծում եմ, երբ նայում ենք թե որ տեղ է մարզիչ եղել, թե հավաքականում եղել, թե թիմում, Այաքսում եւ Հունաստանի հավաքականում։ Ճիշտն ասած, այդքան չեմ խորապես վերլուծել, թե ինչպիսի ֆուտբոլ է խաղում կամ ինչ հաջողությունների է հասել, բայց հոլանդական, այսինքն եվրոպական միջավայրն ինքնին ֆուտբոլային լավ բարձր միջավայր է, այսինքն այդ առումով կարելի է դրական համարել։ Կարող եմ ասել, եթե թվերի տեսանկյունից նայենք, թե Հունաստանի հավաքականում, թե Այաքսում միջին մակարդակի աշխատանք է կատարել։ Այաքսում հանդես է եկել որպես ճգնաժամային մարզիչ, վերցնելով թիմը նախավերջին հորիզոնականից կարողացել է հանձնել 5-րդ հորիզոնականում, բայց Հունաստանի հավաքականով այդպիսին լուրջ հաջողություններ չի գրանցել։ Ամեն դեպքում մենք պետք է պարզ գիտակցենք, որ թոփ մակարդակի մասնագետ Հայաստանի հավաքական այս պահին դժվար է ներգրավել։ Ռաունդ երկրորդ գոհացնում է արդյոք Վրաստանի հետ խաղերի համար հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը։ Ջոն Վան Սխիպը հրապարակեց Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակը այն ֆուտբոլիստները, որոնք հրավիրվել են մասնակցելու Հայաստան-Վրաստան դիմակայության երկու հանդիպումներին, կարծում եմ լավագույն ընտրությունն է այս պահին։ Այո, կան ֆուտբոլիստներ, որոնք կարող էին հրավիրվել Էդուարդ Սպերցյանի, Լուկաս Սելարայանի բացակայության պայմաններում, բայց թերևս այս տարբերակն էլ վատը չէ։ Այդ ֆուտբոլիստների մասին դեռ կարծենք խոսել, իսկ թե ինչու չեն հրավիրվել, դրա մասին եւս։ Նորեկ կա Նիկոլաս Կալուկյան, եւ ես կարծում եմ, որ Կալուկյանը վերջին տուրերում Հայաստանի առաջնություն գալով այնպիսի ֆուտբոլ ցուցադրեց, որ առնվազն արժանի էր լինելու ազգային հավաքականի ճամբարում։ Սարգիս Ադամյանի մասին ֆուտբոլիստն այլևս չի ցանկանում խաղալ Հայաստանի ազգային հավաքականում եւ դա թերևս ամենակննարկվող հարցերից մեկն է, եթե չի ցանկանում, ուրեմն մենք նրա մասին պետք է մոռանանք։ Իսկ այն ցանկը, որը հրապարակվեց եւ հետո գումարվեց Պետիկ Մանուկյանի ու Արայք Էլոյանի անունները, թերևս ըստ իս ամենաօպտիմալն են այս պահին։ Հայաստանի հավաքականի հայտացուցակը օպտիմալ չէ Վրաստանի հետ խաղերից առաջ տարբեր պատճառներով։ Իհարկե այնտեղ կան եւ հարգելի բացակայություններ, օրինակ Էդուարդ Սպերցյանը վնասվածքի պատճառով չի կարողանում գալ, բայց ինչու չկա Լուկաս Սելարայանը, սա հարց է, որը միշտ առաջանում է, երբ մենք ֆուտբոլիստի ենք հրավիրում Հարավային Ամերիկայից։ Օրինակ, ես նկատի ունեմ հեռավոր ինչ որ երկրից հրավիրում ենք խաղացողի եւ նա ամեն անգամ պատճառաբանություն է ինչ որ բերում ընտանեկան հարցեր, ընտանեկան խնդիրներ, որպես կանոն սա է պաշտոնական ձևակերպում։ Ես չգիտեմ, միգուցե իսկապես կան խնդիրներ եւ այդ բացակայությունը հարգելի է, բայց մենք նորից այդ փաստի առաջ ենք ֆուտբոլիստը հերվից չի ցանկանում գալ հավաքական, առավել եւս եթե դա երկարաժամկետ ուղևորություն չէ, մի քանի օրվա համար կոպիտ ասած չեն գալիս։ Նիկոլաս Կալուկյանի տեխնացությունը այստեղ երկակի տպավորություն է, մի կողմից ֆուտբոլիստը պետք է դեռ վաստակի հավաքականում խաղալու իրավունքը, մյուս կողմից մենք հարձակվողի կարիք ունենք եւ միգուցե այս հրատապ հրավիրումը նաեւ աշխատի։ Լուկասից սկսենք, փորձը ցույց է տալիս, որ թե Լուկասի եւ թե Բալեկյանի պարագայում օվկիանոսից այն կողմ գտնվելը կամ հեռավոր երկրից գալը վատ ազդեցություն է ունենում նրանց խաղի եւ բնականաբար Հայաստանի ազգային հավաքականի խաղի վրա։ Արդյոք ըստ քեզ դա է պատճառը, որ ես նորից ասեմ, չեմ ցանկանում մեղք վերցնել եւ ասել, որ խնդիր չկա, բայց եթե փորձը նայենք, ինչ է ցույց տվել մեզ այս տարիների ընթացքում, այո, երբ ֆուտբոլիստը օվկիանոսից այն կողմից պետք է գա,
կամ գալիս է պաշտոնական խաղերի մրցաշարի կոնկրետ ընթացքում կամ ընկերականների ու այսպիսի կարճ զույգ խաղերի համար չի գալիս։ Հիմա վերադարձավ Հարավային Ամերիկա Լուկաս Սելարյանը, արդյոք դա նշանակում է, որ նա փակում է աստիճանաբար էջը Հայաստանի հավաքականում, միգուցե այո, կարծում եմ, որ Սելարյանը աստիճանաբար կսովորեցնի, կհասկացնի, որ իր վրա պետք է 1-2 տարի կարծում եմ առայժմ խաղա։ Միգուցե, չգիտեմ, նույնիսկ հնարավոր է հրաժեշտ ինչ-որ բան կազմակերպի եւ ասի, որ ես այլևս ինչ կարողացա տվեցի սա է։ Եվ երևի Վանցխիպը հիմա պետք է սկսի կառուցել այնպես առանց Լուկասի, թեև մենք վերջին տարիներին տեսանք, որ նա առանցքային ֆիգուր է մեր հավաքականում եւ շատ ափսոս, որ նման ֆուտբոլիստի մենք չենք տեսնի։ Հուսամ իհարկե այդպես չլինի եւ նա կշարունակի խաղալ։ Այնպես որ պետք էր, եթե Լուկասը հույս դնում էր, մենք նրա վրա հույսն է, պետք էր մնալ այստեղ տարբերակել չկար, եթե նույնիսկ առողջական ընտանեկան խնդիր չկար, հնարավոր չէր ասել դե հերվից է գալու, չենք կարող հրավիրել։ Ամեն դեպքում սա լուծում է, միտք է, որը այս պայն կարծում եմ քննարկման ենթակա չէ, այսպես պետք է, սա պետք է ընդունել եւ շարժեն։ Նշեցիր Ադամյանը ամենայն դեպս ազնիվ գտնվեց, արդար այսպես հայտարարեց, որ նա այլևս չի խաղալու Հայաստանի հավաքականում։ Իսկ պատճառները արդեն մնան անցյալ։ Մի կողմ դնենք պատճառները։ Նոր մարզիչ է եկել, այնպես չէ, որ ֆուտբոլի ֆեդերացիան նրան չեն սիրում։ Մարզչի հետ խնդիրներ էր ունեցել Ադամյանը, մարզիչների հետ խնդիրներ էր ունեցել, առաջին հերթին դա կարծում եմ արդեն նրանից է, իր մեջ պետք է փնտրի պատճառը, եւ եթե ֆուտբոլիստը իրոք խաղալու ցանկություն ունի իր երկրի համար, պետք է էլի փորձի, նոր մարզիչ է եկել, եթե եւս մեկ անգամ փորձելու չկա։ Սարգիս Ադամյանը սրանով ցույց տվեց, որ նա պատրաստ չէ մրցակցությանը, նա չի ցանկանում գալ պայքարել իր տեղի համար։ Մի կողմ դնենք դրա խաղային որակները, նրա Բունդեսլիգայում խաղալը, գոլեր խփելը, ընդհանրապես կարևոր չէ։ Ուղղակի ֆուտբոլիստը հանձնվեց, ես այսպես կասեմ։ Նա հանձնվեց, պայքարել չցանկացավ, բայց գոնե ազնիվ գտնվեց եւ բաց հայտարարեց, որ այլևս չի գալ։ Դրա համար Ադամյանի տեխնացիոնը այլևս կարող ենք չքննարկել, Կալուկյանի մասին եմ իհարկե ցանկանում խոսել։ Շատ հետաքրքիր է, տարբեր ֆուտբոլիստներ տարբեր կերպ են հայտնվում իրենց ազգային հավաքականում։ Կալուկյանը ըստ ակումբային կարիերայի, ըստ այն արդյունքների, որ ունեցել էր, այն ֆուտբոլի, որը խաղացել էր, երևի դեռ չէր վաստակել հավաքականում լինելու այդ իրավունքը։ Եվ երևի դեռ չէր վաստակել Ուրարտուի մեկնարկային կազմում խաղալու իրավունք, բայց համալսարանական լիգայից ոչ պրոֆեսիոնալ, ոչ ամբողջովին պրոֆեսիոնալ լիգայից գալ Ուրարտուի կազմում ամրապնդվել, խաղալ բավականին լավ ֆուտբոլ ու հրավիրվել, ամեն մեկը չէ որ կարող։ Սա մեծ պատասխանատվություն է եւ փաստ չէ որ Կալուկյանը դրա տակից այսպես ասած դուրս կգա եւ կարծում եմ նրանից սպասելիքները մեծ չեն այս պայն, նա մեկնարկային կազմի խաղացող չէ, նա հնարավոր է նույնիսկ ոչ մի րոպե չանցկացնի խաղադաշտում։ Այստեղ այլ հարց է, որ մենք ունենք հարցակվողի կարիք եւ քանի որ նա Միացյալ Նահանգներից է, հիշենք Յուրամ Մովսիսյանի օրինակը, նրան շատ արագ պետք էր խաղացնել Հայաստանի հավաքականում, որպեսզի խնդիրներ չլինեին եւ նա այնտեղ ամերիկյան ֆուտբոլային կանոնակարգով շատ բարդություն։ Դե Կալուկյանի երիտասարդական հավաքականում խաղացել է Հայաստանը։ Այո, եւ որպեսզի հետագայում խնդիրներ չլինեն, միգուցե արագ պետք էր խաղալ եւ չգիտեմ, տեսնենք ինչ կստացվի։ Եվ հետաքրքիր է, որ Կալուկյանը բավականին լավ ֆուտբոլ խաղաց Փյունիկի հետ, երբ Ուրարտուն հաղթեց Երևանյան դերբիում Վարազդատ Հարոյանը, գրեթե ամբողջ հանդիպման ընթացքում, ինչքան խաղադաշտում էր Կալուկյանը, նրան անհատական հսկողության էր ենթարկել ու անընդհատ կռիվ էր Վարազդատ Հարոյանը ֆիզիկապես ուժեղ, պինդ, անընդհատ կռվող, բայց Կալուկյանը դիմանում էր, ճիշտ է շատ հաճախ տանուլ էր տալիս եւ հետաքրքիր է, որ այդ խաղային ասուլիսի ժամանակ Դմիտրի Գունկոն էլ նշեց կազմը չեն հրապարակել, ես կարծում եմ, որովհետեւ սպասում էին այս հանդիպմանը Կալուկյանի խաղը հերթական անգամ ուզում էին տեսնել եւ այս խաղով արդեն կարող են։ Երևի թե այդ խաղով որոշում կայացրին հրավիրել Կալուկյանին։ Հրանտ Լեոն Ռանոսի օրինակը նաև այստեղ կարող եմ բերել, ինչ շռնդալից մեկնարկ եղավ, չէ՞։ Եկավ Հայաստանի հավաքական եւ միանգամից փայլոն իրեն դրսեւորեց, ասացինք, ահա մենք գտել ենք մեր արձակվողին, կարող ենք երկար տարինել, երիտասարդը հույս կապել եւ հանկարծ ինչ որ անկում եղավ եւ միջև հիմա։ Թե կարծում դրա գլխավոր մեղավորը հենց ինքը Ռանոսն է, որովհետեւ չէր ցանկանում։ Համաձայն եմ, ես ուզում եմ ասել, որ հույսեր կապել պետք է, բայց ինչ որ մեծ սպասելիքներ միանգամից հենվել պետք չէ, այո, որովհետեւ երիտասարդը 22 տարեկան արդեն այն տարիքն է, Կալուկյանը պետք է իրեն դրսեւորած լինել ինչ որ կերպ, բայց լավ, թող
Ջեյմի Վարդի օրինակը կարող ենք վերցնել եւ հուսալ, որ ավելի ուշ կդրսևորի իրեն ու Ռանոսի թեման շարունակելով մենք ունենք Ռանոս Միրանյան արչեվի գծում, Միրանյանը խաղում է, Ռանոսը չի խաղում, գնաց երկրորդ Բունդեսլիգա չի խաղում ֆուտբոլ ու սա թերևս շատ խնդրահարույց է։ Տիգրան Բարսեղյանը վերադարձավ։ Մենք իրականում տպավորություն կա, որ վերադառնում ենք կոտրած տաշտակի առաջ, որովհետև այն ժամանակները, երբ մեր ֆուտբոլիստները շատ քիչ էին խաղում, վերադառնում են, ցավոք սրտի եւ չգիտեմ ինչ է դրանց լինելու, այո, Բարսեղյանի վերադարձը սպասվում էր, բայց հիմա Տիգրան Բարսեղյանն էլ մեծ պատասխանատվության տակ է, որովհետեւ այսքանից հետո նա պետք է խաղա առնվազն այնպես, ինչպես Սլովանում է խաղում, եւ ինչպես խաղում էր Հայաստանի հավաքականում մինչեւ հայտնի իրադարձությունները, եւ եթե կարողանա նա մեկ ընտրական մրցաշար 2 միգուցե նորից կկարողանա առաջատարություն հավաքականում ստանձնել, առավել եւս որ Լուկասը չի լինելու այս խաղերում նա խաղ տանող պետք է լինի։ ԲԿՄ-ից Պետիկ Մանուկյան, Արայիկ Էլոյան, կարծում եմ նրանք ուղղակի հավաքականի այդ ռիթմը զգալու համար են հրավիրվել այս պահին, չեմ կարծում, որ Սխիպը շատ լուրջ հույսեր այս պահին կապում նրանց հետ, բայց նրանք երիտասարդ են, խաղացել են երիտասարդականում, ունեն լուրջ ամբիցիաներ եւ ԲԿՄ-ում բավականին լավ ֆուտբոլ են խաղում ու արժանացել են Սխիպի հրավերին։ ԲԿՄ-ում լավ ֆուտբոլ խաղալը դեռ չի նշանակում, նրանք ավելի լավն են, քան օրինակ մյուս ակումբները։ Ես կնշեի 1-2-ի անունը Կարեն Նալբանդյան ու Նարեկ Աղասարյան, կարծում եմ նրանք աստիճանաբար մոտենում են ազգային հավաքականին։ Մի փոքր ավելի շատ էին երևի այս պահին վաստակել համենայն դեպս հրավիրելու իրավունքը, բայց երևի մարզվելու համար է, տեսնենք։ Լսենք մեր փորձագետները ինչ են այս մասին մտածում։ Բոլորը իրենց տեղերում են ու ում որ կարողացել են հավաքել են, հիմա մնում է հարցը նրանում է, որ շատ քիչ 3-4 օր մաքսիմում տղաներ իրար հետ մարզվելու են, իրար հետ լեզու գտնեն եւ հասկանան, թե ինչ գաղափարներ ունի մեր հավաքականի նոր մարզիչը, եթե կարողանա իր մարզչական մտքերը հասցնել տղաների ուղեղներին եւ հետո ոտքերին, ուրեմն ամեն ինչ լավ կլինի, եթե ոչ, ուրեմն հերթական անգամ կհասկանանք, որ վայ նորից խալվեցինք։ Կարծում եմ կային ֆուտբոլիստներ, որ կարող էին հրավիրվել, դա միշտ է, միշտ կան ֆուտբոլիստներ, բացականների առումով կունենք մի քիչ, այսպես ասած, թղթի վրա խնդիր, Սվերցյանի, հատկապես եւ Զելարյանի, բայց ունենք կիսապաշտպանությունում այլ ֆուտբոլիստներ, որ կարող են լրացնել եւ արդեն փորձ ունեցող ֆուտբոլիստներ են։ Առաջատարներից Տիգրան Բարսեղյանի վերադարձը ուրախալի է, համապատասխան մոտեցման դեպքում նա կարող է արդյունք ապահովել մեզ համար։ Շատ ցավալ է, որ Սպերցյանը վնասվածքի պատճառով բացակայում է ու Լուկասի չժամանելն է ցավալի ու ես իմ սուբյեկտիվ կարծիքն ունեմ, էլի կային տեղի առողջությունից ֆուտբոլիստներ, որոնց կարելի էր ներգրավել, որովհետև ճգնաժամային իրավիճակում որոշակի փոփոխություններ հավաքականին միանշանակ պետք է։ Ռաունդ 3. Որ հավաքականն է ամենաշատը ձգտելու հասնել հաղթանակի Հայաստան-Վրաստան դիմակայությունում։ Հայաստան-Վրաստան, Վրաստան-Հայաստան, տարբերություն չկա, առավել ևս, որ երկու հանդիպում ենք անցկացնելու Երևանում եւ Թբիլիսիում, հիմա խոսենք այդ դիմակայության մասին, երևի պատմական էլ կարելի է ինչ-որտեղ համարել հաշվի առնելով Արարատի եւ Դինամոյի հակամարտությունները խորհրդային միության տարիներին, դրանից հետո հավաքականների մակարդակով մեկ անգամ չէ որ հանդիպել ենք, սկզբունքայնություն կա, բայց առաջին հերթին արդյունքն է։ Ժամանակակից ֆուտբոլում ամեն ինչ թելադրում է արդյունքը։ Իսկ ինչ արդյունք է պետք, այ այստեղ արդեն բարդություններ են առաջանում, որովհետեւ եւ Հայաստանի եւ Վրաստանի հավաքականները մի կողմից դեմ չէին լինի մնալ C դիվիզիոնում եւ հաջորդ խաղարկությունում ազգային լիգայի ունենալ համեմատաբար ավելի հարմար մրցակիցներ։ Բայց հաղթել սկզբունքային մրցակցին միշտ հաճելի է, միշտ ցանկալի է եւ դա միևնույն ժամանակ կտա ուղեգիր B դիվիզիոն, իսկ այնտեղ մենք մեկ անգամ եղանք ու հասկացանք, որ դեռ պատրաստ չենք այդպիսի թիմերի հետ մրցակցել։ Հայաստան-Վրաստան դիմակայություն, որտեղ կարծում եմ երկուսն էլ ձգտելու են հասնել առավելագույնի, իսկ առավելագույնն այս իրավիճակում B դիվիզիոնում հայտնվելն է։ Վրացիները միանշանակ կցանկանան մնալ B դիվիզիոնում, իսկ Հայաստանի հավաքականը կձգտի հայտնվել B դիվիզիոնում։ Վրաստանի հավաքականի ցուցադրած ֆուտբոլը վերջին տարիներին գրանցած արդյունքները ուղղակի պարտավորեցնում են
վրացիներին խաղալ հաղթանակի համար եւ մնալ B դիվիզիոնում։ Հրապարակված կազմը հրավիրված ֆուտբոլիստերը նաեւ փաստում են դրա մասին։ Այո, կային կարծիքներ, որ Խվիչակ Վարացխելյանը այո որակազրկված է առաջին խաղի համար եւ չի հրավիրվի երկրորդ հանդիպման համար, բայց այդպես չէ։ Նրանք ունեն բավականին լավ թիմ այս պայծրությամբ եւ Վրաստանը ըստ իս միանշանակ պայքարելու է հաղթելու համար։ Իսկ Հայաստանի հավաքականին պետք է հաղթանակը։ Ինչու՞, այո, C դիվիզիոնում մնալով միգուցե ավելի հեշտ կլինի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճել, բայց բարթանալու է ճանապարհը Եվրոպայի առաջնությունում հայտնվելու C դիվիզիոնի միջոցով, իսկ Հայաստանի հավաքականը B դիվիզիոն պետք է գնա, պետք է մնա եւ ամրապնդվի ու հավասար ֆուտբոլ խաղա այդ դիվիզիոնի թիմերի հետ։ C դիվիզիոն, B դիվիզիոն այսպես կարող ենք նաև խճճվել, ավելի լավ է կոնկրետ։ Մնացել է նույն կարծիքին։ Այո, մնացել է նույն կարծիքին, կարծիքը նույնն է։ Հայաստանի հավաքականը ավելի շատ է ձգտելու հաղթանակի այս դիմակայությունում եւ ամենայն հավանականությամբ մենք հաղթելու ենք։ Ու մենք ենք տեղափոխվելու B դիվիզիոն։ Այսինքն Վրաստանի հավաքականը ամեն դեպքում կարծես որ ես չեմ ասում որ Վրաստանը ուղղակի դուրս է գալու եւ ֆուտբոլ չխաղա։ Չէ, այդպես չէ։ Խնդրում եմ հստակ, Վրաստանի հավաքականը չի ուզում մնալ B դիվիզիոնում։ Վրաստանի հավաքականը ցանկանում է վերադառնալ C դիվիզիոն։ Սա կարծում եմ շատ պարզ ընդգծվում է նրանով, որ հաջող փորձ ունեն եւ կարողացան C դիվիզիոնից դուրս գալ Եվրոպայի առաջնությունից։ Քանի աջող հավաքականի ես հանդիպել, որոնք ցանկանում են գնալ հեշտ ճանապարհով։ Ինչ է նշանակում աջող հավաքական։ Վրաստանի հավաքականը աջող հավաքական է։ Վրաստանի հավաքականը արդեն բավականաչափ որակներ ունի, որ Եվրոպայի առաջնությունում խաղա եւ ապացուցեց առաջին իսկ փորձից։ Ուրեմն ինչու պետք է գնա C դիվիզիոն։ Վրաստանը չգնաց Եվրոյի պարզապես մասնակցելու, նրանք խմբից դուրս եկան։ Իսկ դա իսկ գիտես հաղթանակը ինչ է նշանակում։ Համը անընդհատ մնում է բերանում եւ Վրաստանի հավաքականը միանշանակ ցանկանալ է նորից համաձայնեի քեզ հետ, երբ Վրաստանի հավաքականը գնար եւ պարզապես դաշտ դուրս գար Եվրոպայի առաջնությունում։ Այդ ժամանակ կհասկանայինք, որ այո, Վրաստանի առավելագույնը պարզապես դաշտ։ Ասածս նա է, որ դաշտ դուրս գար եւ չկարողանար խաղալ ֆուտբոլ, ոչ թե կարողանար ու չխաղալ։ Չկարողանար խաղալ, չկարողանար մրցակցել, դուրս չգար խմբից, 0 միավոր վաստակեր եւ այդ դեպքում ես կհամաձայնեի, կասեի, այո, հասկացան, որ իրենց մակարդակի հավաքական չկա այնտեղ եւ նրանք կցանկանան գնալ C դիվիզիոն եւ այնտեղով նորից գալ Եվրոպայի առաջնություն, բայց ախր նրանք այնտեղ գնացին, մրցակցեցին, հաղթեցին Պորտուգալիային, մի խաղում, որտեղ Պորտուգալիային հաղթանակ պետք չէր։ Մեկ խաղակես գրեթե հավասար ֆուտբոլ խաղացին Իսպանիայի հետ, որը գոլ բաց չէր թողել, գոլ խփեցին Իսպանիային, հաղթում էին։ Սա իրավիճակ է, երբ ստիպում է նոր զարգացող հավաքականին գնալ առավելագույնի հետևից, ոչ թե հետ գնալ։ Առավելագույնն այն է, որ B դիվիզիոնում հաստատվել, մնալ B դիվիզիոնում եւ ավելի ուժեղանալ խաղալով ուժեղ իրենից կարգով բարձր հավաքականների հետ։ Որպեսզի ընդգծենք ամեն ինչ հստակ, Վրաստանի հավաքականը այսօր ավելի ուժեղ է, քան Հայաստանի հավաքականը։ Ինձ համար սա փաստ է, որքան էլ ցավալի է, բայց փաստ է, եւ Վրաստանի հավաքականը այդ ուժի եւ ավելի մեծ հնարավորությունների տեսանկյունից կարող է իրեն թույլ տալ հաշվարկներ։ Մենք այո դեռ հաշվարկների հետևից չպետք է գնանք, որովհետեւ մենք հիմա լավ կլինի որ հաղթենք, առավել եւս սկզբունքային մրցակցին, լավ կլինի նորից փորձենք խաղալ ուժեղ հավաքականների հետ, թեպետ գիտենք որ այնտեղ ավելի քիչ բան կստացվի, բայց Վրաստանը ռիսկի է դիմում այդ պարագայում։ Նա B դիվիզիոնից միանշանակ գիտակցում է որ դուրս չի գա Եվրոպայի առաջնություն։ Արի հիշենք նախորդ եթերաշրջանը հաղորդումներից մեկի ժամանակ ինձ հարցնում էր ոնց պետք է մարզիչը մտնի հանդերձան եւ ասի մենք այսօր չպետք է հաղթենք։ Ես միջև հիմա չգիտեմ Ուիլի Սանյոլ ինչ պետք է անի նա։ Նայի ֆուտբոլիստերին եւ հասկացնի որ տղաներ չէ։ Չէ, ախր դրանք մանր ֆուտբոլային տարեր են, որոնք մարզիչները, ֆուտբոլիստները գիտեն ֆուտբոլային մարդիկ գիտեն։ Միանշանակ նրանք չեն գալիս միմյանց ասում դուրս կգաք չխաղաք կպարտեք։ Կազմի ընտրությունը, մարտավարության ընտրությունը, ազգի ընտրություն։ Ինչու է հրավիրվել Խվիչակ Վարացխելյանը հրավիրվել է, դեռ չի նշանակում որ երկրորդ խաղում նա խաղալու է։ Դեռ չի նշանակում որ խաղալուց Վար ֆուտբոլիստը Paris Saint-Germain-ից գալիս է մի խաղ հարկադրաբար բաց է տոնում, երկրորդ խաղը չի խաղում։ Հնարավոր է, ինչ կա։ Թե абսուրդի ժանրից է, բայց լավ։ Թող գա մարտի 23-ը կտեսնենք, եթե Կվարացխելյան չլինի վրացիների մեկնարկային կազմում, միանգամից ենթադրությունները կգնան, չէ՞, որ ուրեմն չեն ցանկանում վրացին։ Այդ դեպքում ես կասեմ Էդուարդ, դու ճիշտ ես։ Դե լավ, թող ես ուզում եմ խաղակ Վարացխելյան, ես ուզում եմ խաղակ Վարացխելյան եւ մենք այդ պարագայում եւս հաղթենք։ Ես այդպես ավելի լավ է ճիշտ դուրս գամ, որ մենք խաղով հաղթեցինք
թող տպավորություն կողքից չլինի, որ Վրաստանը մեզ ուղակի տվեց այդ խաղը։ Արի միայն Կվարացխելիայի օրինակը չբերենք, որովհետև Վրաստանի հավաքականը չի խաղում Կվարացխելիայով միայն, որովհետև դա ամենակարևորն է, նախ նրանց հաղթանակի գրավականներից մեկն է, նրանք ունեն Ժորժ Միկաոտաձե, որը վերջին 2 տուրում 3 գոլ 4 ասիստ է արել Լիոնի կազմում ու ֆանտաստիկ մարզավիճակում է գտնվում։ Նրան թե ինչպես են վնասազերծելու, դա չգիտենք։ Մեր պաշտպանները հուսով եմ Հարոյանը եւ նրա կողքին ինչ-որ մեկը կարողանան փակել, բայց Վրաստանի հավաքականը, կրկնում եմ, ունի շատ մեծ ներուժ, հրավիրված ֆուտբոլիստները ամենաուժեղներն են կարելի ասել եւ չգիտեմ 105%-ով վստահ եմ, որ Վրաստանը խաղալու է հաղթանակի համար։ Վրաստանը շատ տիպիկ այն թիմն է, այն օրինակն է, որը հիմա պետք է այս պահին այդ հաշվարկը անի։ Խոսքը գնար թոփ հավաքականի մասին, ավելորդ էր դրա մասին խոսել, որովհետև թոփ հավաքականը միշտ մտածում է ազգերի լիգայում ուղղակի մարզավիճակ պահել, միևնույն է, եթե այստեղից էլ դուրս չգամ, ընտրական մրցաշարից կնվաճեմ ուղեգիրը։ Եվ նրանք իրենց կարող են թույլ տալ նաև ռոտացիաներով, բայց պարտավորեցնող լինի իրենց համար մեր նման հավաքականներին հաղթելիս։ Վրաստանը այդպես չէ։ Վրաստանը այո մեզնից ուժեղ է, բայց Վրաստանը այնքան ուժեղ չէ, որ մտածի կգնամ կվերադառնամ B դիվիզիոն, դե մի հատ խնդրում եմ B դիվիզիոնում նրանց արդյունքն էլ հաշվի։ Ինչու նրանք հայտնվեցին այս կետում, որ խաղան play-off։ Վրաստանը անկեղծ շատ լավ էր սկսել, եթե հիշում ես, բայց հետո եղան անկայուն խաղեր, բայց այնպես չէ, որ Վրաստանը շատ Բայց այնպես չէ, որ այդ անկայուն խաղեր չէին կարող չլինել։ Նրանք կարող էին եւ ավելի լավ արդյունք գրանցել եւ play-off-ից չհասնել։ Մնալ B դիվիզիոն, եթե դա էր նրանց նպատակը։ Եթե դիտենք Վրաստանի հավաքանի վերջին հանդիպումը, թե ինչպես էին կռվում վրացի ֆուտբոլիստները վերջին վարքյաններին գնդակի համար, չի կարող ուղակի հաշվի հետ համաձայն թիմը նման ֆուտբոլ ցուցադրել։ Վիզուալ ամեն ինչ կարող է այլ կերպ լինել։ Ինձ կյանքի ֆուտբոլային կյանքի փորձը ցույց է տվել, որ այսօր ամեն ինչ կարելի է սպասել։ Շատ կարճ։ Ամեն ինչ հնարավոր է։ Վրաստանը ես ասում եմ խաղում է հաղթանակի համար, դու ասում ես ոչ, Հայաստանի հավաքականը այդ դեպքում ինչու է խաղալու հաղթանակի համար։ Ես ասացի, որովհետև մեզ հիմա, որովհետև մենք որ մնանք էլ C դիվիզիոնում, մենք չենք կարող դեռ նվաճել ուղղակի, դրա համար ավելի լավ է ուժեղներ։ Սային Մակեդոնիայից ընդունում ենք, որ շատ թույլ ենք, ու շատ չգիտեմ, բայց թույլ ենք։ Կարող ենք պայքարել նրանց հետ։ Դե վերջին տարիներին տեսնում ես ինչպես ենք պայքարել։ Ավելի հավանական է, չէ՞, բայց մեր ֆուտբոլիստները շատ ավելի լավ մարզավիճակում են, մենք Հյուսիսային Մակեդոնիա անընդհատ պարտվում ենք։ Հիմա ավելի վատ բան կարող խաղալու ենք առանց երկու առաջատարների Լուկասիուս Պերցյանի, դա էլ է շատ կարևոր։ Բնականաբար, ամեն ինչ։ Եթե ասում ես մենք այս կազմով հաղթելու ենք, ես միայն ուրախ կլինեմ, բայց շատ դժվար է։ Մնում եմ իմ կարծիքին հաղթելու ենք, տեսնենք մեր փորձագետները ինչ են մտածում։ Ոչ մի հաշվարկ, ոչ մի բան պետք չի այստեղ։ Մենք պետք է աճենք, մենք պետք է գնանք ավելի ուժեղ դիվիզիոն, մենք պետք է խաղանք ավելի ուժեղ թիմերի հետ, որ կարողանանք աճ գրանցենք։ Անշուշտ որ երկու թիմն են դուրս են գալու հաղթելու համար։ Չկա այդպես բան, որ ինչ որ մեկը ինչ որ հաշվարկներ անում։ Ես կարծում եմ երկու հավաքականներն էլ պետք է ձգտեն հաղթանակի։ Ես չեմ պատկերացնում մի թիմ, առհասարակ թիմ, մի հավաքական առավել եւս, որ դուրս գա խաղադաշտ եւ մտածի չհաղթելու մասին։ Դա շատ վատ բան է կարծում եմ, առավել եւս մենք նախ պետք է սովորենք կարողանալ երբ ուզել հաղթել, որ մեկ էլ արդեն կարողանանք երբ ուզել պարտվենք։ Դա ես չեմ կարծում, որ նախկինում Վրաստանը դա հատուկ է արել, պետք է վերջը բարձրացնես մակարդակը, խաղաս լավ հավաքականների դեմ եւ լավ հավաքականների դեմ մեծ մրցակցությունում են ֆուտբոլիստներն աճում եւ անթույլատրելի եմ համարում գլխավորապես հավաքականի մակարդակով նույնիսկ մտածել, որ կարելի է ինչ-որ խաղ հատուկ չհաղթել։ Միանշանակ Վրաստանը թղթի վրա ֆավորիտ է, ճիշտ է, որքանով որ ես եմ տեղյակ, առաջին խաղում Կվարացխելիան բացակայելու է, սակայն վրացիները այս պահի դրությամբ լավ մարզավիճակում են գտնվում ի տարբերություն մեր հավաքականի, բայց բոլորիս ցանկությունն է, որ մենք կարողանանք պայքարել ու հաղթել, որովհետև դա կարևոր դերբի է։ Ամսվա թեման Հայաստան-Վրաստան, թող հաղթի Հայաստանի հավաքականը։ Եվ ոչ միայն թող հաղթի Հայաստանի հավաքականը, հաղթելու է Հայաստանի հավաքականը, ես այսպիսի կարծիք եմ հայտնելու հայտնում եմ, մաղթում եմ հաջողություն մեր հավաքականին, մեր հաջորդ հաղորդումը արդեն Վրաստանի հետ դիմակայությունից հետո է, կհանդիպենք ուղիղ մեկ շաբաթից։
Ladies and gentlemen, welcome to the event of the evening. In the red corner, we have the football analyst with sharp insights and expert analysis, Edward Kalantarian. And in the blue corner, please welcome the brilliant and passionate football expert, Armand